2020 թվականին Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործունեության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դեռ կան հավաստագիր ստացած ընտանիքներ, որոնք գույք ձեռք չեն բերել։ Պատասխանատու գերատեսչությունից ժամկետների երկարաձգումն այսպես են մեկնաբանում։ Խոսքը շուրջ 380 շահառուների մասին է, ովքեր դեռ չեն իրացրել իրենց հավաստագիր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիմնական պատճառը, որը խոչընդոտել է, որպեսզի նրանք իրացնեն իրենց հավաստագրերը, եղել են գործող ժամկետանց վարկային պարտավորությունները։ Խնդիրը Գայանե Ղարագյոզյանի խոսքով կարգավորված է։ Վերջերս ֆինանսների նախարարի եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվեց ներքին իրավական ակտ, որը ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա գործող ժամկետանց վարկային պարտավորությունները չդիտարկել 100% սուբսիդավորվող վարկերի դեպքում։ Հավաստագիր ստացած 3565 ընտանիք արդեն տուն ունի։ Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բռնի տեղահանված Անահիտ Ավետիսյանի ընտանիքը ծրագրի շահառուներից է։ Մեծ հետ զրույցում Անահիտ Ավետիսյանը նշեց, ծրագրի շնորհիվ իր 3 որդիները Կոտայքի մարզի Չարենցավան, Արթիկ եւ Գառնի բնակավայրերում տուն են ձեռք բերել։ Շատ կարևոր է այս ֆինանսական աջակցությունը, ասենք մինչև հիմա տղերքը, հարցները, երեխեքը սա իրար հետ են ապրում մի տան մեջ, նոր դա արդեն կարեցին ենք առանձնանանք, ունե տենց էլի, 6 հատ փոքր երեխա տունը, շատ կարևոր է, ոնց կարևոր չէ։ Բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող պետական աջակցությունը տարբեր է, կախված բնակավայրից։ Երևանում ընտանիքը կարող է ստանալ մինչև 8 միլիոն դրամի աջակցություն, բայց այստեղ կա մի կարևոր սահմանափակում։ Մայրաքաղաքում անշարժ գույք կարող են ձեռք բերել այն ընտանիքները, որոնք ժամանակին հենց Երևանից են վերաբնակվել Լեռնային Ղարաբաղում։ Մարզային բնակավայրում 10 միլիոն դրամ է, ընդ որում աջակցություն տրամադրվում է ընտանիքին, անկախ ընտանիքի անդամների թվից 1 կլինի թե 11, նույն 10 միլիոն դրամն է, եւ դրա նկատմամբ հաշվետվող տոկոսագումարները, եթե գույքը ձեռք է բերվում կամ կառուցվում է այն բնակավայրում, որտեղ դպրոց կամ մանկապարտեզ է կառուցվում, դա այսպես ասած առանձին բնակավայրերն են, որոնց ցանկը հասանելի է, ունենք այդպիսի 48 բնակավայր, այստեղ աջակցությունը 12 միլիոն դրամ է։ Իսկ սահմանամերձ գյուղերում աջակցությունը տատանվում է մինչև 14 միլիոն դրամ, եթե գնում են պատրաստ բնակարան, եւ մինչև 16 միլիոն, եթե կառուցում են։ Ամենից շատ բնակարաններ ձեռք են բերել Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, համապատասխանաբար 782, 707 և 575 ընտանիք։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։